Երրորդ օրն է խաղողով բեռնված մոտ 80 մեքենա կանգնած է Պրոշյանի կոնյակի գործարանի Արտաշատի մասնաճյուղի մոտ։ Խաղողագործները մթերվող ապրանքը ծածկել են, որ անձրևը չվնասի բերքը, բայց չգիտեն, թե երբ են կարողանալու հանձնել մոտ 1 միլիոն դրամի հասնող ապրանքը։ Գիշերը գործարանի մոտ անցկացրած խաղողագործների խոսքով գործարան առանց հերթի մեքենաներ են մտնում, իսկ իրենց շարքից 4 ժամում հազիվ 2 մեքենա է դատարկվում։ Խաղողը բեռնատարներում երկար պահել հնարավոր չէ։ 80 մեքենա կանգնած է, մենք փակել ենք մեր ապրանքը։ Էդի հանգարց պատճառ չբռնեն, այն անձրև եկել է վրա, չենք վեկալել, էդի թող պատճառ չբռնեն։ Իրանց կարող է ձեռտը, իրանց գրադուզը մենք չափը բերել ենք 23-ից 24-ա, դաժե 25-ա, հեսա ելնելու են իրանց գրադուզնիկով, իշի երգիրա, չէ, մտցնեն գրադուզնիկն հանեն, ասեն ախպեր այսքան է։ Ուրեմն գինը իջավ 120 կամ 125 դրամ ալնելու։ Դուք ասում եք նաև ոնց որ ուրիշ մեքենաներ մտնում են, խաղողով բեռնված մեքենաներ են ուրիշ մտնում։ Հա, իրա ծանոթները, հա, գիշերվա ժամը 3-ից մինչև 9-ի իրանց 5-րդ ավտոն մտավ նեղ։ Եվ ինչ եք պատրաստվում անել։ Ինչ անենք, բա, ցելի տարի տանջվել ենք սրա համար, մի ավտոբանա 1 միլիոնի բան է, ինչ անենք։ Բայց եթե սենց երկու օր էլ պային, ինչ անենք, թքած 1 միլիոնի վրա, դատարկենք դրան դեմը թող էթան գան, որով ոնց ուզում են գյուղացուն սենց վրցնում են մատերի վրա։